Եթե դուք մեր կոնկուրենտի հետ եք աշխատում, այստեղ վտանգ կա, որ ինչ-որ բան կգողացվի, ինչ-որ բան կանի։ Հայի հետ ես աշխատում թեք համայնքից, դու access ունես ամբողջ թեքայության հետ։ Մենք մեր առաջի AI լուծումն ենք արդեն լույս աշխարհ թողելու։ Մենք դիրքավորում ենք Digitech-ը որպես տարածաշրջանային միակ նմանատիպ մեծ միջոցառումը բոլոր հարևան եւ ոչ այդքան հարևան երկրների շրջանում հեռվության մասը նկատի ունեմ։ Շատ բաները կարելի է թվայնացնել, ինձ թվում է, ու հաղորդագրությունները, որ ամենակարևոր պահերից մեկն են, որ քաղաքացին ինֆորմացված լինի ամեն ինչի մասին, ինչ իրան է վերաբերվում։ Անոնց եթե դա տուգանքների կամ ինչ-որ վատ բաների հետ է կապված։ Ինչքան ժամանակ ես եկել Հայաստան, Հայաստան երևի երկրորդ շաբաթն է գնում, կարճ ժամանակով եմ եկել, բայց ես վերջերս մի տեսակ ավելի շուտ եմ սկսել գնալ գալ։ Կարոտելուց է թե գործերն են շատած։ Ողջույն։ Շարունակում ենք թեք նստենք շիտակ խոսենք անկեղծ հանդիպումների շարքը եւ այսօր մեր հյուրն է Vuxi ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Հայրապետյանը։ Հայկ ջան, ողջույն։ Ողջույն Խաչատուր ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիր հրավերս։ Հեռավոր Էստոնիայից ժամանեցիր Հայաստան։ Շնորհակալություն, որ կանչեցիր, հրավիրեցիր։ Այսօր շատ բան ունենք խոսելու, փորձեմ հերթականությունը ասեմ, նախ մեր դիտողներին պատմեմ, ոնց ենք մենք ծանոթացել ու ինչ կարգավիճակում է հիմա գտնվում Vuxi-ն, մեր թեք համայնքում, ովքեր չգիտեն ասեմ, Vuxi-ն հանդիսանում է ԱՏԾՄ միության լիիրավ անդամ, որպես ընկերություն, նաև նախորդ տարվա Digitech-ի համ մասնակից ընկերություն, համ marketing partner, մարքեթինգային գործընկեր, տենց են ասում։ Իսկ Հայկը իր թիմի հետ մեր շատ լավ ընկերն է դարձել, մենք ծանոթացել ենք Փարիզում, Vivatech-ի շրջանակներում, որի ժամանակ, թե որից հետո որոշեցինք, որ Հայկը կմասնակցի Vuxi-ով Digitech-ին ու դրանից հետո արդեն եղավ են ինչ որ եղավ։ Հայկ ջան, այդ ամենասկզբից խնդրում եմ պատմես, ինչա Vuxi-ն, որտեղից է գալիս, ուր է գնում։ Եթե փորձեմ կարճ, Vuxi-ն հիմնել ենք 2017 թվականին ու հիմնական միտքը այն էր, որ երբ որ նոր պրոյեկտ է սկսում, նոր ընկերություն է սկսում, նոր ստարտափ է սկսում, բոլորը ստիպված են, ասենք, այդ մարքեթինգային են բազային խնդիրները լուծել զրոյից ու միտքը այն էր, որ ինչի ոչ ոք չի առաջարկում փաթեթային ինչ-որ լուծում, որ կարելի է, ասենք, միացնել plug and play, ասենք, մոդելով եւ ստանալ բոլոր basic մարքեթինգային լուծումները արդեն միացրած, համակարգված, set-up եղած եւ կարելի է կիրառել ձեր բիզնեսին ու արդեն կենտրոնալ բուն բիզնեսի մտքի վրա եւ զարգացնելու վրա, ոչ թե այն ամենապրիմիտիվ խնդիրները լուծելու եւ այլն եւ այլն։ Մինչեւ Vuxi աշխատում է մի քանի մեծ ընկերություններում, հիմա նրանք unicorn են, նույնիսկ երկու unicorn, առաջի ընկերությանը երբ որ միացել էի, կարող ես տալի դեպ։ Genesis Tech Partners էր կոչվում, այսինքն ես աշխատում էի Cupid ընկերությունում, դա անգլիական ընկերություն է, որ զբաղվում էին այդ dating site-եր են անում, որ ասեմ dating site-երը ամուսնության կայքերն են, ու ծանոթությունների կայքերն են, հա, որ ասեմ UK-ում ինչքան dating website կար, դա մերն էր, ոնց որ կար մի հատ բազա միլիոնանոց եւ տարբեր բրենդերի տակ, մոտ մի 100 տարբեր բրենդի տակ այդ բազան մենք մոնետայզ ենք անում, ոնց որ աշխատացնում ենք, շատ հետաքրքիր պրոյեկտ էր, ահա որ շատ բան սովորեցի։ Այդ պրոյեկտում աշխատելով եւ երկրորդ աշխատանքը միացա ստարտափի, որը հենց էլի dating app էր սարքում, երբ որ միացա 3 սենյականոց բնակարանում էինք աշխատում, երբ որ ես լքում եմ մոտ մի 300-400 հոգի անձնակազմ ունեինք արդեն ու այդ 2-3 տարում ասենք շատ մեծ փոփոխություններ տեղ ունեցավ ու այդ ամեն ինչի մեջ մասնակցելը իսկական շատ հետաքրքիր էր ու հետաքրքիր փորձ էր տալի ու ես օգնում էի իրանց ստեղծել իրանց mobile unit-ը, որ այնց mobile application-ները, կայքերը եւ այդ ուղղությունը հիմնեցի, հիմա ասենք իրանք երևի մի 3-4 հատ application ունեն iOS-ի top-ում, App Store-ի top-ում, տարբեր ոլորտներում եւ տասնյակ ուրիշ application-ներ ունեն։ Հետո միացա Zero Island-ին,
ուրիշ պրոյեկտով Zivaliance-ը դա նույնիսկ ստարտափ էր, բայց իրանք արդեն մի քիչ կայացած ստարտափ են, երբ որ ես միացա, որպես ասենք product manager լիդերից իրանց մոտ, իրանք ստեղծում են Mac-Keeper ծրագիրը, դա Mac-OS-ի համար ծրագիր է, որը օգնում է մաքրել, անտիվիրուսնիկ է որպես position լինում, բայց Mac-ը քանի որ վիրուսներ չունի, ես իրանց այդ ստարտափային յունիտն էի ղեկավարում, որ մենք ունեինք աշխատանքային խմբեր, ընկերությունը շատ հզոր ընկերություն էր, մոտ մի $50 միլիոն էինք ամսական աշխատում։ Ամեն մեկը։ Չէ, ընկերությունը։ Մենք օգնում էինք այդ ամեն ինչը իրականություն դառնալ, բայց երբ որ այդքան գումար էր գալի, ծախսելը դա հնարավոր չէ, եւ մենք ստարտափների յունիտ ենք ստեղծել, որ կարող ենք մեր ստարտափները հիմնել եւ աշխարհ թողել։ Ու ոնց որ աշխատանքային խմբերը ամիսը մեկ մենք մի քանի միտք էինք հավաքում, որ աշխատանքային խումբեր ստեղծվում ծրագրավորից, դիզայներից եւ մնացած մասնագետներից բաղկացած, որը մի ամսում կարող էր ոնց որ միտքը իրականություն սարքել MVP մակարդակով, հետո այդ ամեն ինչը գնում էր մարքեթինգի թիմին, որը ուներ անսահմանափակ բյուջեներ մարքեթինգ անելու համար, այդ ամեն ինչը կրակում էր աշխարհի մեջ, հա, ու եթե ստացվեց, մենք տեսանք, որ յուզերները պատրաստ են ընդունել վճարել այդ դրա համար, առանձնացվում էր առանձին ընկերության մեջ, ոնց որ umbrella-ի տակ մեծ ընկերության իր թիմով, իր բյուջեով արդեն սեփական բյուջեով է սկսում աշխատել ու զարգանալ, այսինքն մեծ ընկերությունը ինվեստ է անում հենց իր դուստր ընկերության մեջ ու զարգանում։ Ու խնդիրը ինչումն էր, այդ բոլոր ստարտափները կամ նախորդ ընկերությունում այդ բոլոր պրոյեկտները սկսելուց մենք այդ մարքեթինգային բոլոր task-երը հիմնականում կոմունիկացիայի հետ կապված, որտեղ on-line բիզնեսը շատ մեծ կախվածություն ունի այդ customer retention կոչեցյալից, որ user-ներին պետք է վերադարձնել կայք։ Եթե դուք customer retention-ը հայերեն հաճախորդների վերադարձը կազմակերպել չի attention-ը։ Չէ, հենց վերադարձը, իրանք որ վերադառնան կայք, օգտվեն, նորից վերադառնան օգտվեն, որտեվ եթե բիզնեսը on-line է, դուք ինչ որ գումար եք մարքեթինգի վրա ծախսում, որ բերեք նոր հաճախորդներ, չէ, user acquisition օրինակ։ Բայց եթե դուք օրինակ չեք վերադարձնում արդեն գնված user-ներին, դա ոնց որ մի հատ դույլ լինի, որը տակ չունի։ Դուք ջուրը լցնում եք, ինքը գնում է, ջուրը լցնում եք, ինքը գնում է։ Եթե ուզում եք, որ ձեր դույլը լցվի, ու դուք ունենաք մի դույլ ջուր, դուք պետք է տակը փակեք։ Ու customer retention-ը, հաճախորդների վերադարձը, այդ տակը փակելն է, որ user-ները չգնան, իրանք վերադառնան ու նորեր ավելանան վերադարձողների վրա եւ դուք ունենաք արդեն, չգիտեմ, 1 միլիոն հոգանոց բազա կամ 10 միլիոն։ Ուքսին այդ խնդիրն է լուծում։ Ուքսին այդ խնդիրն է լուծում։ Մենք օգնում ենք փակել այդ դույլի տակը, որ ձեր user-ները չգնան, մնան ձեր մոտ, այլ ոչ թե ձեր կոնկուրենտներից օգտվել, էլի։ Հիշեցնեմ մեզ դիտողներին, որ Vox-ի նախորդ տարի մասնակցել էր Digitech 2024-ին, այս տարի եւս հաստատել է իր մասնակցությունը ու 2025 թվականի Digitech-ը իր տեսակով առանձնահատուկ է լինելու, մենք ամեն հաղորդումը ավելի բաց կտորներ կասենք, հա, ինչքան առանձնահատուկ է լինելու է նախ հոկտեմբերի 10-ից 12-ը Meridian Expo կենտրոնում, նշելու ենք Digitech-ի 20-ամյակը եւ աշխարհի բոլոր tech հայերին հրավիրում ենք Հայաստան այդ օրերին մեզ հետ միասին նշելու տեխնոլոգիական նոր տարին Հայաստանում։ Փաստացի իր պատմության մեջ ամենամեծը բոլոր առումներով 3 հիմնական կոմպոնենտ ունեն՝ կոնֆերանսի, էքսպոյի եւ ֆեստիվալի, դրա մասին ավելի մանրամասն հետո ոնց որ կպատմենք։ Հիմա ուզում եմ հասկանամ ոնց ստացվեց, որ Vox-ին հասավ հետ Հայաստան ունենալով հայ հիմնադիր, բայց հետ եկավ Հայաստան ու առաջի ոնց որ ասոցիացիաները ենթադրում եմ Digitech-ով էլ հենց եղավ, թե դրանից առաջ ինչ որ process-ներ կային։ Մենք մտածում էինք, այսինքն փորձում էինք Հայաստան թիվ հավաքեինք, մի քիչ բարդ էր մեր համար, որտեվ հենց մեր ոլորտին վերաբերվող ոնց որ expertise չկա Հայաստանում ու խնդիրը նրանում չէ, որ հայերը չգիտեն թե ոնց օգտագործել, պարզապես Հայաստանը շատ փոքր է։ Մենք հաճախորդներ ունենք, որ միլիոնավոր user-ներ ունեն Հայաստանում, այդքան մարդ չկա, որպեսզի այդպեսի համակարգեր կարողանա ստեղծել զրոյից կամ հարկավոր լինել։ Այդ ոնց հասկանում եմ, վերջի տարիներին հայտնվում են այդպիսի ընկերություններ, որոնք աշխատում են ամբողջ աշխարհով եւ ունեն արդեն դենց
հաճախորդների բազան էր, որը Հայաստանի բնակչությունից շատ է, այսինքն արդեն գնալով ձևավորվում է շուկա Հայաստանում մեր համար ու մենք փորձում ենք Հայաստանում ծանոթանալ Հայաստանի հետ եւ բանալու վերջի երևի ոնց որ տրիգերներից մեկը որ ծանոթացանք Viva-Tech-ում Փարիզում միամիտ լրիվ ու հրավիրեցիք մեզ մասնակցել Digitech-ում հետո մենք առաջարկեցինք կարիք կա օգնել այդ մարքեթինգի այդ ամեն ինչը ավտոմատացնել եւ բան ու շատ ուրախ ենք որ ասեցիք հա Կարիք իրականում կար շատ հետաքրքիր պրոյեկտ ստացվեց ինձ թվում է Դες մենք նախորդ երկու Digitech-երը կոնկրետ ավելի փորձել ենք չգիտեմ ինչքանով լավ ստացվե փորձել ենք հնարավորինս թվայնացնել սկսած ամենասովորական գրանցումից վերջացրած բոլոր հնարավոր գործիքակազմերով, որովհետև լինելով հենց առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ունենալով Հայաստանի համար մեկ տեխնոլոգիական միջոցառումը, այդտեղ կային ուղղություններ, որոնք դեռևս ոչ տեխնոլոգիապես էին արվում։ Այս տարի նույնպես գնում ենք այդ թվայնացման ճանապարհով, հիմա փորձել ենք թվայնացնենք հնարավորինս ամեն ինչ։ Իհարկե ձեր հետ միասին։ Դա ոնց հասկանում եմ, ելով պետք է տենց լուծումներ բերի Հայաստան, եթե ոչ թվայնացման ծոր մասնագիտացող միջոցառումը, այսպես ասած։ Ու այդ մասով մի քիչ բան կա, հա, պարտավորեցնող մաս էլ կա, իրականում նույն Viva-Tech-ում հանդիպումը հենց դրա համար էր, քո հետ չէ, ընդհանրապես մենք փորձում ենք ուսումնասիրել միջազգային փորձ ու ասում շատ չենք հետ ընկնում, ճիշտ է, շատ բաներ կա, որ պետքա դեռևս կարգավորել։ Ու մենք դիրքավորում ենք Digitech-ը որպես տարածաշրջանային միակ նմանատիպ մեծ միջոցառումը բոլոր հարևան եւ ոչ այդքան հարևան երկրների շրջանում հերվության մասը նկատի ունեմ, հա, Պարսից միջև Միջին Արևելք, Կովկասյան լեռնաշղթայի երկրներ, հա, եւ մնացած US արաբական երկրներ եւ այլն ու ված չի ստացվում արդեն մոտ 8 երկրից դիմումներ ունենք ընկերությունների մասով, հա, այդ թվում Էստոնիայից Վուքսի տեսքով։ Հիմա ասա նախորդ տարվա հենց Digitech-ի փորձառությունը տեղում ու ինչ տվեց դա Վուքսին։ Այն ինչ որ Վուքսին տվեց Digitech-ին բոլորը տեսել են, բայց ուզում տեսնեմ ինչ տվեց Digitech-ը Վուքսին։ Այդ տեսանկյունից շատ հետաքրքիր էր տեսնել ընկերությունների ռեակցիան այսպեսի գործիքների կիրառմամբ, որտեղ ոնց հասկացանք ֆորորեր։ Հա, նենց ոնց որ ասենք մենք էինք այդ փորձը բերել, ասենք մի քիչ գիժ մակարդակի փորձը բերել Հայաստան, ոնց հասկացա դեռ չէր օգտագործվել ու շատ ոնց հասկացա դրական հետադարձ կապ եղավ, որտեվ մեզ մոտիկ անում էին հենց ասենք երբ որ ելույթ էինք ունենում ինչ որ բան էինք ներկայացնում կամ հենց այդ կամպեյնները բաները ավտոմատ արվում էր, ոնց հասկացա մեզ էին մոտիկ անում ասում են ոնց է կանում ցույց տվեք մենք էլ ենք ուզում դրանից ոնց հասկացա նույնը ձեզ էին մոտիկանում ասում են կլինի մենք էլ անենք չգիտեմ շատ հետաքրքիր էր ու զարմանալի էր որ հենց այդպիսի շատ դրական հետադարձ կապ եղավ որովհետև մենք սպասում ենք որ հետաքրքիր կլինի ընկերությունները բայց ոչ այդ մակարդակի ընդհանուր առմամբ դրանից հետո մենք հասկացանք, որ բացի դրականից եւ ցանկությունից օգտագործել կան եւ խնդիրներ մեծ ընկերությունների համար հիմնականում մեր հետ աշխատելու, որտեղ շատ օրենքով շատ սահմանափակումներ կան ու ընկերությունները շատերը չգիտեն ոնց շրջանցել այդ սահմանափակումները, դա թե օրենսդրական, թե ինչ որ կրթելու ձևով կարելի է իհարկե անցնել, բայց ինչ որ սահմանափակումները մի քիչ չթողեցին նայց ոնց որ կարելի էր այդ ամեն ինչը ներդնել Հայաստանում, իսկ թվում է ժամանակ է երևի հարկավոր, մի քիչ աշխատանք է հարկավոր այդ ուղղությամբ, բայց երևի կգանք դրան։ Ամեն դեպքում շատ պոզիտիվ հետադարձ կապ, շատ հանդիպումներ ունեցանք, երևի Հայաստան Միշկան բանկ կա, բոլորի հետ հանդիպումներ առանձին ունեցանք, քննարկեցինք, ներկայացրեցինք, ասենք, մեր հարթակի հնարավորությունները եւ ոչ միայն բանկերի, այլ հենց խոշոր ընկերությունների հետ ինչը շատ հետաքրքիր էր, որտեղ բոլոր այդ ընկերությունները մենք տեսնում ենք, որ կարիք ունեն, մենք տեսնում ենք ինչ տեխնիկական խնդիրներ ունեն իրանք եւ կարող ենք առաջարկել լուծումներ այդ տեխնիկական խնդիրներին, որտեղ մենք մասնագիտանում ենք դրա մեջ։ Հիմա ինչ լուծումներ է առաջարկում Հայաստանում Վուքսին փոքր ու միջին եւ մեծ բիզնեսներին։ Այս պահին
Մենք երևի հիմնականում առաջարկում ենք միջին եւ խոշոր բիզնեսներին, որովհետեւ եթե օրինակ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում ասենք մեր գնային ոնց որ քաղաքականությունը ադապտացված էր արդեն, Հայաստանի շուկային այդքան ադապտացված չէր, այսինքն մեր համակարգը փոքր բիզնեսի համար մի քիչ թանկ էր։ Բայց այս տարի մենք մի քիչ փոխելու ենք ամեն ինչ, այսինքն մենք մուտքի ոնց որ ցենզը շատ բավական իջացնելու ենք, եթե առաջ արժեր մինիմալ սկսելու հնարավորություն օրինակ 80 եվրոյի չափ, հիմա լինելու է 5.99, այսինքն համարյա 10 քանի անգամ էժանանալու է գինը, հենց մուտքը սկսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն է տալու փոքր բիզնեսներին օգտվել այսպիսի համակարգերից։ Որովհետեւ ծագում է արդեն երկրորդ խնդիրը, որ փոքր բիզնեսները չգիտեն ոնց օգտվեն տենց համակարգերից, հարթակներից, նրանք ոչ փորձ ունեն, այսինքն on-line marketing մանավանդ կոմպլեքսային on-line marketing անելու, ոչ նույնիսկ կարող են իրենց թույլ տալ մասնագետներ վարձել, փորձառու, որոնք կարող են տենց համակարգերից օգտվել։ Ու մենք այդ խնդիրը տեսնելով մի քիչ ուրիշ մոտեցում ենք փորձը ցուցաբերել։ Երևի այս ամսվա վերջ, մյուս ամսվա սկիզբ մենք մեր առաջի AI լուծումն ենք արդեն լույս աշխարհ թողելու, որը փոքր բիզնեսի համար անելու է այդ ամբողջ գործը։ Այսինքն փոքր բիզնեսը կարող է ստանալ teammate, աշխատակից, որը իրենց համար կվերլուծի, կպլանավորի, ստրատեգիա կմշակի, դիզայն կանի, կոնտենտ կգրի, ամբողջ ոնց որ սեթինգները կանի եւ կուղարկի AI աշխատակից։ AI-ը եւ այդ ամեն ինչը ոնց որ լուփի մեջ որ կամպեյնները եւ բաները ավտոմատացումներ ուղարկելուց հետո հանգիստ ինքը կարող է կրկին սկսել վերլուծել թե արդյունքները ինչ են եղել եւ նորից գալ նոր մտքերով, նոր առաջարկներով եւ նոր դիզայններով ու կոնտենտով։ Դա կարծում ենք առաջինը Հայաստանի շուկայի համար շատ հետաքրքիր կլինի, երկրորդը կարծում ենք աշխարհում է տենց բան չկա, որտեղ ոչ մի մեր կոնկուրենտ տենց բան չունի ու այս բանը շատ բարդ է տենց բան ստանալ, որտեղ մենք քանի ամիս աշխատում ենք այդ համակարգի վրա, որ ոչ միայն ինչ-որ, չգիտեմ, տեքստ գեներացնի, այլ հենց ամբողջ կամպեյնը պատրաստի։ Այս պահին ինչ գործիքներ ունենք, որոնք որ օգտագործվում են։ Email marketing։ Հա, այս պահին մենք ունենք email-ի բոլոր գործիքները, SMS-ի, push հաղորդագրությունների, messenger-ները, Telegram, Viber, այս տարի պլանավորում ենք ավելացնել WhatsApp-ը, voice message-ները, երբ որ text to voice տեխնոլոգիայով, երբ որ SMS-ի նման գրվում է, իսկ համակարգը զանգում եւ տեքստը կարդում է։ Եվ iOS Android push հաղորդագրությունները, այսինքն 4 ալիք պլանավորում ենք ավելացնել դեռ։ Որ փորձես վերլուծես Հայաստանի տեխնոլոգիական համայնքը եւ Էստոնիայի ինչ համատություններ, հարաբերություններ, թերություններ կվերհանես, հատկապես ստարտափ ինդուստրիան, նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների ինդուստրիան, հեն 50 միլիոնը չմոռանալու։ Նու ստարտափ ընկերությունները մի քիչ երևի մոտեցումներով են տարբերվում, այսինքն իմ մոտ կարող է իմ մոտ այդպես տպավորություն, բայց Հայաստանում каждый сам за себя տարբերակն է, ամեն մեկը փորձում է իր ուղղությամբ փորել, ինչ որ հաջողությամբ հասնել, երբ որ հաջողության հասավ, նրան բոլորը կսիրեն, կհարգեն, բայց ամեն մեկը իր գլուխն է պահում, այսպես ասած։ Կարող է իմ տպավորությունը դրսից նայելով, բայց ասենք շփումը այդպիսի տպավորություն է թողում, մի երկու օրինակ բերեմ, հասկանաք թե ինչ նկատի ունեմ։ Օրինակ, երբ որ խոսում ենք մեծ ընկերության հետ, ներկայացնում ենք, ամեն ինչ դուր է գալու, ամեն ինչ լավ է, երբ որ արդեն պետք է վերջնական պայմանագիրը ստորագրենք, Հայաստանում մի հատ հարց են տալի, ու այդ հարցը ունի լրիվ ուրիշ նշանակություն, ինչ օրինակ, չգիտեմ, ցանկացած ուրիշ տեղ, նույն Էստոնիայում կամ Ամերիկայում։ Հայաստանում հարցում են ում հետ եք մեր ոլորտից աշխատում։ Եթե օրինակ Ամերիկայում տենց բան հարցնեն, դու ասեք այս ընկերությունների հետ ենք աշխատում, մենք փորձ ունենք ձեր ոլորտում, դա կլինի ձեր պլյուսը։ Հայաստանում ընդհակառակը դա մինուս է նշանակում,
որտեվ եթե դա մի անգամից անվստահություն է ստեղծում, որ եթե դուք մեր կոնկուրենտի հետ եք աշխատում, այստեղ վտանգ կա, որ ինչ-որ բան կգողացվի, ինչ-որ բան կանի, այսինքն Հայաստանում ասել, որ մենք ձեր կոնկուրենտ ենք աշխատում, դա կարող է գործարքը նույնիսկ չեղյալ վերել։ Իսկ Եվրոպայում, Ամերիկայում ընդհակառակը դուք փորձ Հավելյալ վստահություն առաջ։ Ավելի վստահություն է, որտեվ դուք փորձ ունեք ոլորտում, դուք կարող եք աշխատել մեր նման ընկերությունների մեջ եւ հաջողության հասնել, դա ընդհակառակը կբերի նրան, որ ավելի հավանական է, որ գործարքը ստացվեց։ Ոնց է տեսնում այդ խնդրի լուծումը։ Թե չլուծող խնդիրների շարքից է։ Չէ, ինձ թվում է լուծող խնդիրների շարքից է, հիմնականում երևի կա խանդի տեսարանել կա։ Չէ, ինձ չի թվում դա խանդն է, ինձ թվում է մարդիկ երևի ինչ-որ վատ փորձ, վատ պատմությունների արդյունքում այդ անվստահությունը ընդհանուր անվստահության մթնոլորտը կա ու ես կասեմ ոչ միայն Հայաստանի հայերի հետ, այլ արտասահմանում ապրող հայերը շատ վաղ իրար հետ չեն ուզում աշխատեն, ում հետ կասես կաշխատեն բացի իրար հետ ու այդ ամեն ինչը շատ երկրներում եմ նկատել։ Այս տարվա Digitech-ը հենց դրա համար է ու մեր ընդհանուր գաղափարախոսությունը այդ կոտրելու համար է, որ աշխատիր tech հայության հետ։ Մենք այդ մեր բոլոր մեսեջներում, մեր ոնց որ բաներում, խոսքում միշտ դա ենք ասել ու ասում ու շարունակելու ենք այս տարի հատկապես ասել, որ եթե դու մի հայի հետ ես աշխատում tech համայնքից, դու access ունես ամբողջ tech հայության հետ, tech համայնքի հետ, հայ համայնքի։ Ու մենք էլ ենք ուզում, որ այդ քո նշած ուղղությունը ոնց որ հնարավորինս փոխվի ու ավելի կատարելագործվի դեպի լավը գնա, որ այդ համայնքային, այդ ազգային տեխնոլոգիական համայնք ասվածը, որը ծրված է ամբողջ աշխարհում միասին աշխատի մեկ ցանցի մեջ։ Ես ասեմ երբ համաձայն եմ, որ դա միայն եթե կա վատ փորձը, որին բոլորը ասացնում են ցանկացած այդպիսի համագործակցություն, պետք է տալ լավ փորձի օրինակներ, որ տեսեք, փորձ ունենք, աշխատում է ու միայն լավ փորձի այդ օրինակները ստեղծելով կարելի է այդ անվստահությունը կոտրել, որտեղ ասենք ուրիշ ինչ-որ հասանելի գործիքներ այս բանին նույնիսկ չեմ տեսնում, որ կան լավ ընկերություններ, արդեն ինչ-որ այսպես ասած benchmark է ստեղծվում, որը դու կարող ես նոր ընկերության հետ քննարկումները սկսելով արդեն ինչ-որ ասոցիատիվ տարբերակով համեմատել, որ ոչ միայն վատերը կան, այլ նույնիսկ նորմալները կան, կարելի է աշխատել ու միասին հաջողության հասնել, ինչու ոչ։ Ու լավ օրինակը, չգիտեմ, մենք կփորձենք մեր օրինակով ցույց տալ, որ կարելի է ընկերության հետ աշխատել ու խնդիր չունենալ ոչ մարդկային, ոչ տեխնիկապես, ոչ այլ ինչ-որ ոլորտներում ու մի օրինակ, երկու օրինակ, 10-20 օրինակ հետո այդ անվստահության մթնոլորտը կարող է սկսել արդեն միտեղ ճակտալ։ Շատ լավ բան ես ասում։ Հայաստանում ինչ այլ ակտիվություններ կան, այսինքն բացի այն ընկերություններից, որոնք որ հետաքրքրվել են ձեր պրոդուկտով ու իր հնարավորություններով, ուրիշ էլ ինչ հնարավորություններ ես դու տեսնում կամ ինչ ակտիվություններ, հարցումներ եւ նմանատիպ բաներ են առաջացել։ Այս բան մի հատ շատ լավ միտք ունենք այդ քաղաքացիական կոմունիկացիայի, քաղաքացիների հետ կոմունիկացիայի վերաբերյալ, որտեղ տեսնում ենք շատ մեծ խնդիրներ, երբ որ պետության քաղաքացիներին ինֆորմացնելու ինչ-որ կարևոր բաների մասին համակարգը կամ կարող է կամ գոյություն չունի ընդհանրապես, որտեղ ասենք սուբզատիկի մասին, SMS-ների մասին է խոսքը։ Ես ավելի ինչ-որ լուրջ բաների մասին, ոչ թե պարզապես շնորհավորանքներ, այլ բան, այլ օրինակ մեզ դիմում են, որ ասենք որ շփվում ենք տարբեր մարդկանց հետ, օրինակ ասում են, որ չգիտեմ, իրանց պահով ինչ-որ գործի վարույթ կա դատարանում կամ, բայց իրանք տեղյակ չեն, կամ իրանք ինչ-որ տուգանքների տակ են, իրանք տեղյակ չեն, իսկ տուգանքների վրա տոկոսներ ա գալի եւ բազմակի այդպիսի ոնց որ խնդիրներ, որոնք մի սովորական հաղորդագրությունով կարելի է լուծել ու ասենք համեմատելով ոնց է Էստոնիայում արվում այդ ամեն ինչ այդ թվայնացման արդյունքում, որտեվ Էստոնիան հենց շատ զարգացած է այդ e-governance լուծումներով, շատ բաները կարելի է թվայնացնել, ինձ թվում է, ու հաղորդագրությունները, որ ամենակարևոր պահերից մեկ են, որ քաղաքացին ինֆորմացված լինի ամեն ինչի մասին, ինչ իրան է վերաբերվում, մանավանդ եթե դա
տուգանքների կամ ինչ-որ վատ բաների հետ կապված շատ կարևոր է լուծել ու հիմա նույնիսկ քննարկում ենք ոնց որ կառավարության հետ ու հուսով ենք ոնց որ Հայաստանի կառավարությունը բավականին բաց կլինի որպեսզի սկսի այդպիսի ոնց որ համակարգեր եւ լուծումներ ներդնել Հայաստանում ինչը բավականին շատ խնդիրներ կլուծի հենց կառավարության համար նույն բյուջեի խնայողության այդ թղթերից բրցնելու երկրորդը որ քաղաքացիները վերջապես սկսեն ստանալ այն ինֆորմացիան որը կարևոր է հաղորդակցությունը հասնի օրինակ գոնե հասնի որտեվ շատ մարդիկ տեղյակ չեն որ ինչ որ խնդիրներ ունեն նույնիսկ որ կարողանան լուծել Ինչքան ժամանակ ես եկել Հայաստան Հայկ Հայաստան երևի երկրորդ շաբաթն է գնում կար ժամանակով եմ եկել բայց ես վերջերս մի տեսակ ավելի շուտ եմ սկսա գնալ գալ Կարոտելուց թե գործերն են շատացել Եթե ճիշտն ասեմ այս պահին գործերն են շատացել ու դա արդեն ինձ թվում է իր հետևանքները այն մնացածի պահովեք ունենա երբ որ դու արդեն նոր շրջապատ ես ստեղծում նոր ծանոթություններ ընկերներ ուզում ես հանդիպես դա արդեն կարոտնա բերում ու դու սկսում ես ավելի քեզ ասացնել ու հենց Հայաստանի հետ ասենք ես Հայաստան քաղաքացի եմ երբեք չեմ փոխեմ քաղաքացիությունը ուրիշ տեղի քաղաքացիություն չեմ փորձի երբեք ստանալ չնայած միշտ հնարավորություն ունեցել եմ Շատ այդ շատ ողջունելի է Հա այսինքն իմ կապը երբեք չեմ խզել Հայաստանի հետ էլի բայց երբ որ աշխատանք կա քեզ առօրյան մեր ինչա մենք 90% մեր գիտակից կյանքի աշխատանքում ենք տա մենք շփվում ենք մեր Երբեմն 100 մեր աշխատակիցների հետ ենք շփվում, ընկերություն անում, որտեվ ժամանակ չունես քո հին ընկերների հետ օրինական հանդիպել կամ բանանել ու աշխատանքը ավելի ուժեղ է կապում, ոնց որ քան թե շատ ուրիշ բաներ։ Մեծ կյանքում չեմ ասում, երեխա վախտում դե բարձր մի քիչ ուրիշ է։ Ինչ սպասենք այս տարվա Digitech-ին Vux-ից, ինչ անակնկալներ կունենա։ Ինձ թվում է մեր AI-ով բոլորին մենք կզարմացնենք, որտեվ տենց բան իսկական չկա աշխարհում ու կփորձենք իր ամբողջ այդ ներուժը օգտագործել Digitech-ի կոմունիկացիան կազմակերպելու համար, բայց ընդհանուր առմամբ երևի մի քիչ ավելի շուտ կսկսենք ակտիվությունը, որտեղ անցյալ անգամ շատ սուղ էր ժամանակը, բայց լավ արդյունքներ ստացանք։ Դե հա մենք իմ հիշելով մենք երկու օրում մի քանի 100,000, ոտ մի 500-600,000 հաղորդագրություն էինք ուղարկել մի երկու օրում, զրոյից սկսելով այդ ամեն ինչը էլ շատ կարճ ու ժամանակում բավական մեծ արդյունքների կարողացանք հասնել։ Այս տարի այդ ամեն ինչը մենք երևի կառաջարկենք մի քիչ ավելի կազմակերպված լինի, որտեվ մեջը շատ հետաքրքիր բաներ կա բոլոր մասնակցող կողմերի համար, մասնակիցների համար, միջոցառման համար, պարտներների, սպոնսորների, բոլորի համար հետաքրքիր թեմա կա այդ ամեն ինչի մեջ։ Շատ լավ, շնորհակալ եմ, հիշեցնեմ, որ այս տարվա Digitech-ը տեղի կունենա Հոկտեմբերի 10-ից 12-ը հոբելյանական Digitech-ը, 20 տարեկան Digitech-ը, որը ներկայանալու է լրիվ ուրիշ մակարդակով ու լրիվ ուրիշ կոնցեպտով, իհարկե պահպանելով նախորդ տարիների բովանդակային եւ ներկայանալի մասը, բայց այս տարի մեր հաղորդագրությունը մարդկությանը համայն աշխարհի լրիվ ուրիշ է լինելու։ Իդեպ այդ հաղորդագրությունը տարածելու հետ կապված նույնպես պետք է իրար հետ շփվենք։ Սիրով կսպասենք քեզ ու մի հատ կարևոր բան կլինի Էստոնիայից գալուց հետդ էլի մարդ բերես, որոնք ովքեր որ գործընկերներ, ոչ հայեր, որոնք որ կգան ու կտեսնեն Digitech-ը ու հայ tech համայնքը եւ ինչու ոչ նաեւ Հայաստանը։ Առանց ինչ որ, չգիտեմ, խոստումների։ Ուղղակի ասում ես արի գնանք Հայաստան մի քանի օրով, թող հետո ինքը տպավորություններով կիսվի։ Իհարկե կանենք ամեն ինչ դրա համար, ես նույնիսկ ավելին ասեմ, այն ինչ այդ հաղորդագրությունների մասին մենք նոր խոսում էինք Հայաստանում տենց համակարգեր դնելու համար Էստոնիան այս պահին տենց բաներ չունի ու վերջերս փորձել էին իրանք իրենց ուժերով տենց ամբողջ բնակչությանը հաղորդագրություններ ուղարկել եւ տեխնիկապես չէր ստացվել, որտեղ բավականին բարդ տեխնիկական ոնց որ խնդիր է դա ես ուրախ կլինեմ որ Հայաստանը ունենա այդպիսի էքսպորտային լուծում e-governance լուծում որ Էստոնիան ոչ թե Հայաստանը միշտ Էստոնիայից գնի այդ լուծումները այլ սկսի արտահանել այդպիսի լուծումներ այդ վաղ էստոնացիք իրենց ոդկով կգան արդեն
Հայաստան, որպեսզի նայեն թե ոնց է պետք անել այդպեսի Ոնց անենք, որ այդ համակարգերը ստեղծի Հայաստանում։ Դե պետք է աշխատել, պետք է որ բոլոր կողմերը բաց լինեն, ոնց որ իսկականից նորարարություններին ու ինչ որ բարդ բան չկա դրա մեջ։ Պարզապես այն որ ասма ցանկություն ու մի քիչ աշխատասիրություն։ Շատ լավ։ Շնորհակալ եմ Հայկ ջան, շնորհակալ եմ որ ժամանակ գտար այս քո գրաֆիկում այցելել մեզ։ Հիշեցնում եմ եւս մեկ անգամ այս տարվա Digitech-ը 20-ամյա Digitech-ը շատ մեծ է լինելու, արդեն գրանցումը բաց է մեր բոլոր սոցիալական էջերում եւ այդ թվում նաեւ կայքում մասնակից ընկերությունների համար։ Կհանդիպենք հոկտեմբերի 10-ից 12-ը իհարկե Հայկին, իսկ ձեզ հետ կհանդիպենք մեր հաջորդ ոդքասթի ժամանակ։ Շնորհակալ եմ Հայկ ջան։ Շնորհակալ եմ, մոտիկացեք մեր տաղավարին, ցույց կտանք ամեն ինչ ոնց է աշխատում։ Շատ լավ։